Հրապարակը գրում է Նիկոլ Փաշինյանը երեկ Facebook-յան էջում կարճ տեսանյութ տարածեց կից գրառմամբ, որ հարցազրույց է տվել թուրքական ԶԼՄ-ներին։ Ըստ որոշ տեղեկությունների Փաշինյանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանն առանց նախապայմանների բացելու, ցեղասպանության ճանաչման պատմությունը վերանայելու, մեղրիով երկաթուղային անխոչնդոտ բեռնափոխադրում ապահովելու պատրաստակամության մասին։ Ըստ էության հաստատվում են լուրերը, Փաշինյանը սերտ շփումներ ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ ու պատրաստ է իր իշխանությունը պահելու դիմաց Ռուսաստանին փոխարինել Թուրքիայով, գրում է թերթը։ Ժողովուրդը գրում է մարտի 35 Գյումրիում նշանակված թիմ ընտրությունների արդյունքում ամենայն հավանականությամբ Գյումրին չի ունենա ՔՊԱ-ական քաղաքապետ։ Տարբեր կենտրոններից պատվիրված սոցհարցումները ցույց են տալիս, որ կուսակցություններից ոչ մեկը չունի 50 գումարած 1 ձայն, ինչը նշանակում է, որ ՔՊ-ին անհրաժեշտ է լինելու կոալիցիա կազմել։ Ըստ թերթի տեղեկությունների, իսկ դրանք հիմնված են սոցհարցումների վրա, առաջին տեղում 30-ից 35% ձայներով Սարիկ Մինասյանն է, երկրորդ տեղում 25-ից 30% ձայներով Վարդան Ղուկասյանը։ Ըստ այդմ, երկու ընդդիմադիր ուժ կհաղթահարի սահմանված շեմը, բայց Վարդան Ղուկասյանի ու նրան հաջորդող ուժի տոկոսային տարբերությունը շատ մեծ է, նշանակում է ապագա քաղաքապետ կդառնա նա, ում կմիանան այս երկու ուժերը կամ նրանցից մեկը, ու քանի որ ըստ հարցումների այդ շեմը հնարավոր է հաղթահարեն բացառապես ընդդիմադիր դաշտից, ուստի անհնար է, որ նրանք միավորվեն ՔՊ-ի հետ, այն էլ 26 թվականի համապետական ընտրություններից առաջ։ Դա ցանկացած ընդդիմադիրի համար կնշանակի քաղաքական ինքնասպանություն։ Ընդդիմադիր դաշտում ամենաշատ ձայն ստացած Վարդան Ղուկասյանի շուրջ կձևավորվի հնարավոր կոալիցիան եւ վերջինս երկար դադարից հետո նորից կնստի քաղաքապետի աթոռին կամ գուցե պայմանավորվեն ռոտացիայի փոխատեղման մասին, գրում է Ժողովուրդը։ Հրապարակում կարդում ենք, ՔՊ-ում կարծում են, որ Միեդում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հրաժարականը տեղի է ունեցել դրսի պահանջով։ Ուրբաթ ազգային ժողովում ՔՊ ֆրակցիայի հետ հանդիպմանը Փաշինյանն ասել է, որ Կիրակոսյանին ազատել է ինքը, քանի որ դժգոհություններ ունի նրա աշխատանքից, այն դեպքում, որ պաշտոնապես հաղորդվել է, թե Կիրակոսյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն, թե պատճառը որն է եւ ինչ պայմանավորվածություն է եղել, չի մանրամասնվել, նշվել է, որ նման պայմանավորվածություն ձեռք էր բերվել ամիսներ առաջ։ Փաշինյանը եւս չի մանրամասնել փակ նիստում իր դժգոհության պատճառը, բայց խաղաղության գործընթացի մասին նրա խոսքերից ՔՊ-ում եզրակացրել են, որ Կիրակոսյանի ազատման պահանջը գուցե դրել են Ադրբեջանից։ Նրա հրաժարականի մասին տեղեկությունները ամիսներ առաջ հայտնվեցին։ Նա ներկայացնում էր Բաքվի դեմ Երևանի հայցերը մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու ՄԱԿ-ի արդարադատության դատարանում, հիշեցնում է թերթը։ Ժողովրդին հայտնի է դարձել, որ Գեղարքունիքի մարզի դատավոր Դավիթ Սարգսյանի վճռով Հայաստան խմբակցության падգամավոր Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հայրը արդարացվել է թերթի տեղեկություններով այս տարվա փետրվարի 27-ին դատարանը ճանաչել ու հռչակել է Վաչիկ Գուրգենի Սաղաթելյանի անմեղությունը 23 թվականի ապրիլի 18-ին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքի համար։ Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է։ Թերթը նկատում է, որ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի կողմից ներկայացված գույքային հայցը մերժվել է ու հիշեցնում, որ Սաղաթելյանը մեղադրվում էր այն բանի համար, որ զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավարի պաշտոնը ծառայության նկատմամբ անբարեխիղճ ու անփույթ վերաբերմունք է դրսևորել, պաշտոնեական լիազորությունները չարաշահել, ինչի պատճառով էական վնաս է պատճառվել համայնքի շահերին։ Հրապարակն էլ գրում է Փաշինյանը որոշել է կրկին ռևերանսներ անել Ռուսաստանին, որի դիրքերն այսօր ամրապնդվում են, դրանով են պայմանավորված Եվրաքվեի նախագիծը 2 ամսով հետաձգելը եւ Ռուսաստանին ուղղված վերամերձեցման քայլերը։ Սակայն Ռուսաստանում չեն հավատում Փաշինյանի անկեղծությանը ու Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցի հետաձգումը ըստ լուրերի պայմանավորված է նրանով, որ ստուգում են Փաշինյանի գործողությունները։ Մատվիենկո
Մոսկոն ըստ նախնական պայմանավորվածության պետք է ժամաներ փետրվարին, մինչդեռ այցը տեղափոխվել է հունիս։ Ռուսաստանում ասում են, տեսնեն Փաշինյանը կմասնակցի մայիսի 9-ի Կարմիր հրապարակի միջոցառումներին, իսկ աղբյուրները կասկած չունեն, որ 2023 թվականին էլ է մասնակցել եւ կմասնակցի, ինչպես նաեւ մայիսի 8-ին ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցեց ու վերադարձավ։ Մինչև Մատվիենկոյի ժամանումը Ալեն Սիմոնյանը կմեկնի Ռուսաստան։ Տեղեկություններ կան, որ բանակցում են Պետդումայի նախագահ Վոլոդինին Հայաստան բերելու շուրջ։ Մինչև մայիս Կապանում կբացվի Ռուսաստանի հյուպատոսությունը, գրում է թերթը։